Դեբետ գետի ափամերձ գոտում գտնվող Տավուշի մարզի Նոյեմբերյան եւ Լոռու մարզի Ալավերդի համայնքների բնակավայրերը Դեբետ գետն օգտագործում են որպես ոռոգման աղբյուր։ Բնակիչներն ահազանգում են, գետն աղտոտվում է արդյունաբերական թափոններով, որի պատճառով իրենք մեծ նյութական վնասներ են կրել։ Վնասվել են այգիները, գյուղատնտեսական նշանակության հողերը։ Առկա խնդիրներին գումարվեց նաեւ 2024 թվականի մայիսին տեղի ունեցած աղետը։ Ջրհեղեղի հետևանքով խնդիրների շրջանակն ընդլայնվեց։ Խափանվել էր ոռոգման համակարգը, ինչը պատճառ դարձավ երաշտի։ Ոռոգման նոր շրջանին ընդառաջ արձագանքելով տեղի բնակչության մտահոգություններին, հետաքրքրված ու մտահոգ լրատվամիջոցները Դեբետի հովտում ծանոթացան մարդկանց խնդիրներին, կրած վնասներին ու Դեբետ գետի էկոհամակարգի պահպանման առկա կարիքներին։ 30-40 մետր դեն այնկոմ դամբեր պատած, հիմա դամբը չկա։ Այսօր էլ ջուրը մի քիչ վարարես, մտնելու եմ այգի։ Մազից կախված է էս այգին։ Յա կտա, յա չի տա։ Լոռու մարզը մի քիչ այնկոմ արդեն Լոռու մարզն է, էլի մենք տեսել ենք, թե ոնց են այն փոքր տրակտորները դրած, մարդկանց այգիները մաքրում, աջակցում, ինչ որ բանով օգնում։ Սարից այս կողմ արդեն Տաուշն է։ Տաուշն էլ սենց էլի տենում եք։ Ոչ մի տեխնիկա, ոչ, հա, կգանք, այսօր միջև այսօր գալիս են։ Կգանք, կնկարենք, կտենանք, միջև այսօր գալիս են։ Կոնկրետ իմ եկամուտը այգուց է։ Ես ոչ պետական աշխատող եմ, այգու, գյուղատնտեսությունով ենք զբաղվում։ Ինձ զանգել են ասել, ինչքան վնաս եք կրել։ Սուտ չկա, մոտավոր 1,5 միլիոն ես այս այգուց հանում էի։ Բայց այսօր, ասենք անցած տարի, իսկի 100,000 էլ չեմ հանել։ Փոխհատուցում էլ է, շատ չնչին, բայց Բնակիչները հիշեցնում են, Դեբետն իրենց համար կենսական նշանակություն ունի։ Գետն է իրենց բարեկեցության կարևոր գործոնը։ Գետն է, որ ոռոգում է իրենց այգիներն ու ապահովում գյուղերի հողատարածքների խոնավությունն ու բերիությունը։ Այն որ ասում մի կտոր հաց, էնել են վերևից աստուց կախված։ Տվեց։ Կառավարությունից ես ոչ մի բան չեմ ուզում, չեմ ասում ինձ հատուցեցեք։ Ազնվությամբ եմ ասում։ Ես էլ իմ ֆիզիկականով կօգնեմ։ Այնքան դամբ սարքեն, որ վաղը չեմ ուսորու չմտնի էլի գետս դե, բայց մտնելու է։ 80%-ով վտանգը կա, մեկից մեկ էս, ամիք ճառաչանանք դուք տեղեք, էս լավ ուր այլը մայիս կա առաջներես։ Այն սարի ձյունը, որ հալվեց հետն էլ անձրև եկավ, են վերև մեծ սար ունենք, էլի որ հիմա ձյունա դրած։ Ջուրը մեջին է։ Համայնքային համախմբման ու աջակցության կենտրոնը բնակիչների ահազանգերի հետքրով սկսել է հանրային արշավ, որի շրջանակում կազմակերպվել էր մեդիատուր։ Հայաստանի կառավարություն անհրաժեշտ է մշակել Դեբետ գետի էկոհամակարգի պահպանման ու հոգատարության ազգային ռազմավարություն ուղերձով։ Ուղերձը մշակվել է մարդկանց խնդիրների ու առաջարկների հիման վրա։ Վերջի բարձրաձայնումներից հետո դա տեղի ունեցավ 23 թվականին, երբ որ մեծ աղտոտում էր գետում եւ գյուղացիները չէին կարող ոռոգել, իսկ մի մասներ ովքեր ոռոգել էին արդեն վնասել էին իրենց այգիները, որոշում կայացվեց գյուղացիների հետ քննարկումներ իրականացնել, թե լավ, ինչպես պետք է այդ խնդիրները լուծվեն եւ ամբողջ եզրահանգումը այն էր, որ պիտի պետական ռազմավարություն մշակվի հենց Դեբետ գետի համար էկոհամակարգի պահպանման եւ հոգատարության, որտեղ բոլոր կոմպոնենտները ներառված կլինեն եւ դերևս քննարկումները սկսել էին մինչեւ ջրհեղեղը արդեն եկավ ապացուցելով, որ ել ավելի լայն են Դեբետ գետի խնդիրները, բացի էկոլոգիական խնդիրները կան նաեւ աղետների հետ կապված խնդիրներ։ Տեղումների հետևանքով Դեբետ գետը վարարել է, գետի մակարդակը զգալիորեն բարձրացել։ Մարդիկ անհանգստանում են, Դեբետը հանկարծ հունից դուրս չգա։ Վերջին տեղումներից սարերի ձյան շերտն ավելացավ, իսկ մեր լեռնաշխարհը խոցելի է դառնում հեղեղումներից, երբ առատ տեղումները համընկնում են եղանակի կտրուկ տաքացմանը, ձյան առատացած հալոսքը կամ սելավի է վերածվում, կամ ջրհեղեղի։